Ուշադիր նայեք այս կադրերին։ Տեսնում եք այս երիտասարդ աղջկան, որ տարօրինակ, ոչ adekvat շարժումներ է անում, կարծես պարում է։ Այս երիտասարդ աղջկա անունը Էմի Բրեդլի է։ Նա իր եղբոր եւ ծնողների հետ դուրս էր եկել 7-օրյա կրուիզի Կարիբյան ծովով։ Ճամփորդության 3-րդ օրը Էմին երեկոյան գնում է նավի վրա գտնվող երեկոյան ակումբ։ Պարում է, ուրախանում է։ Բարձրանում է տախտակամաց, մի քանի ժամ եղբոր հետ նստում է տախտակամածին, զրուցում է։ Լուսադեմին ժամը 3-ին եղբայրը գնում է քնելու։ Էմին ասում է, որ ինքը դեռ մի քիչ էլ կնստի, որովհետև մաքուր օդ է ուզում շնչել։ 2 ժամ անց, ժամը 5-ին, Էմի հայրը բացում է աչքերը, նայում է պատուհանից դուրս դեպի Էմիի սենյակ և տեսնում է, որ աղջիկը պատշգամբում նստած է, քնում է։ 1 ժամ հետո հայրը նորից բացում է աչքերը, տեսնում է, որ Էմին պատշգամբում չէ։ Հայրը մտածում է, որ աղջիկը արդեն գնացել է սենյակ և քնած է։ Բայց այդ վայրկյանից սկսած ու մինչև այսօր էլ Էմիին այլևս ոչ ոք չի տեսել։ Աղջկա անհետանալուց անմիջապես առաջ նավի վրա տեղի են ունենում մի քանի տարօրինակ իրադարձություններ։ Իսկ աղջկա անհետացումից տարիներ հետո ծնողները ստանում են ծրար լուսանկարներով և շոկ։ Ինչ էր տեղի ունեցել երիտասարդ աղջկա հետ նավի վրա 3000 վկաների աչքի առաջ և ուր էր ծովի մեջտեղում բառի բուն իմաստով անհետացել աղջիկը։ Եթե ապրում եք Լոս Անջելեսում ու հաճախ եք ծանրոց կամ գումար ուղարկում Հայաստան, լսեք ուշադիր։ Իդեպ վիդեոյի վերջում աննախադեպ զեղչ է լինելու հենց ձեզ համար։ Երևան Post, հիշեք այս անունը։ Նրանք ձեր ծանրոցը ու գումարը Հայաստան կուղարկեն ամենահարմար գներով։ Եկեք նայենք գները։ Գումար փոխանցելու դեպքում սպասարկման վճարը 1% է, օդանավով ծանրոց ուղարկելը 1 փաունդի համար $2.99 է, նավով ուղարկելիս մի արկղի համար վճարում եք, բայց երկրորդը ուղարկում եք անվճար։ Իսկ հիմա աննախադեպ զեղչը մինչև Mother's Day, այսինքն մինչև մայիսի 10-ը։ Եթե ձեր ծանրոցով գնաք Երևան Post, ասեք, որ իմ հետևորդն եք և տաք SONA պրոմո կոդը, օդանավով ձեր ծանրոցը կուղարկեն և ձեզնից 1 փաունդի համար կվերցնեն ոչ թե $2.99, այլ $1.99, այսպիսի գին գոյություն չունի։ Իսկ ամենահարմար բանը այս ամբողջ պատմության մեջ, եթե ինքներդ չեք կարողանում տանել ծանրոցը Երևան Post, ապա կարող եք զանգահարել, պատվիրել pick-up, որը իդեպ անվճար է, եւ նրանք կգան, կվերցնեն ձեր ծանրոցը ու կուղարկեն Հայաստան։ Ծառայությունը գործում է ամբողջ Լոս Անջելեսի տարածքով։ Իդեպ կարող եք Երևան Post-ի միջոցով Հայաստան ուղարկել նաեւ ավտոմեքենա, կահույք եւ ցանկացած այլ մեծ ապրանք։ Հայաստան ծանրոց կամ գումար ուղարկելու համար թողնում եմ այստեղ Երևան Post-ի հասցեն եւ Instagram էջը։ Իսկ հիմա սկսենք սկզբից։ 1988 թվական երիտասարդ 23-ամյա Էմի Բրեդլին հաջողակ աղջիկ էր։ Նա սովորում էր, սիրում էր սպորտը և նոր էր ընտանիքից առանձնացել ու սկսել առանձին ապրել։ Աղջիկը շատ կապված էր իր կրտսեր եղբոր հետ, բայց միևնույն ժամանակ հասկանում էր, որ արդեն ժամանակն է ինքնուրույն ապրել ծնողներից ու եղբորից հեռու։ Օրերից մի օր, մարտ ամսին, Էմիի հայրը ստանում է գրավիչ առաջարկ իր ղեկավարությունից։ Նա նվեր է ստանում 7-օրյա կրուիզ Կարիբյան ծովով, ուր կարող էր մեկնել ընտանիքով։ Հայրը զանգահարում է Էմիին և պատմում է ուրախալի լուրը։ Զարմանալիորեն աղջիկը չի ուրախանում այս լուրով և նույնիսկ հրաժարվում է միանալ ընտանիքին ու գնալ կրուիզի։ Այս մերժումը շատ զարմացնում է ընտանիքի անդամներին, որովհետև Էմին պրոֆեսիոնալ լողորդ էր, սիրում էր ջուրը և ամենակարևորը ջրից չէր վախենում։ Բայց Էմին ասում է, որ տարօրինակ զգացողություն ունի։ Ինքը մի տեսակ չի վստահում կրուիզներին և մտածում է, որ ինչ-որ վատ բան կարող է իր հետ տեղի ունենալ։ Հայրը և մայրը ի վերջո համոզում են Էմիին և 4-ով նրանք մեկնում են 7-օրյա կրուիզի Կարիբյան ծովով։ Ճամփորդության 3-րդ օրը
նավը խարիսխ է գցում Արուբայում։ Ուղևորները եւ այդ թվում նաեւ Էմիի ընտանիքը իջնում են, զբոսնում են տեղանքով, լավ ժամանակ են անցկացնում ու վերադառնում են նավ։ Այդ օրը երեկոյան նավի վրա կազմակերպվել էր պաշտոնական հանդիսավոր ընթրիք, որին Էմին ներկայանում է շքեղ գեղեցիկ տեսքով։ Հայրը, մայրը եւ եղբայրը հետագայում հիշում են, որ այդ երեկո Էմին առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր։ Նույնիսկ մարդիկ իրար մեջ կատակով ասում էին, որ եթե ուզում եք ինչ-որ բան խնդրել մատուցողներից կամ սպասարկող անձնակազմից, գնացեք եւ ասեք դա Էմիին, միանգամից կկարողանա կազմակերպել, որովհետև տպավորություն էր, որ նավի անձնակազմը եւ սպասարկող կազմը անընդհատ ուշի ուշով փորձում էր սպասարկել Էմիին, բոլորը նրան փորձում էին հաճոյանալ, բոլորը նրան կոմպլիմենտներ էին անում եւ բոլորը նրան լուսանկարում էին։ Ընթրիքից հետո Էմին եւ նրա եղբայրը որոշում են, այսպես ասած, ուրախ տրամադրությունը շարունակել նավի վրա գտնվող երեկոյան ակումբում։ Նրանք բարձրանում են ակումբ, պարում են, խմում են, ուրախ ժամանակ են անցկացնում։ Եվ գիշերը ժամը 2-ին մոտ վերադառնում են իրենց սենյակների մոտ, բայց Էմին եւ եղբայրը վաղուց սիրտ սրտի չէին զրուցել ու նրանք որոշում են ոչ թե գնալ քնելու, այլ նստեն, մաքուրոտ շնչեն եւ անկեղծ զրուցել։ Այս զրույցը շարունակվում է մինչև ժամը 3:30 րոպե։ Եղբայրը հրաժեշտ է տալիս Էմիին ու գնում է քնելու։ Էմին ասում է, որ ինքը դեռ մի քիչ էլ կնստի տախտակամածին եւ մաքուրոտ կշնչի։ Առավոտյան ժամը 5-ին Էմիի հայրը բացում է աչքերը, նայում է պատուհանից դեպի Էմիի պատշգամբ եւ տեսնում է աղջկա ոտքերը։ Նրան թվում է, որ աղջիկը պարզապես պառկել է պատշգամբին, որպեսզի դիմավորի լուսաբացը եւ վայելի արևի շողերը։ Նորից քնում է։ 1 ժամ հետո հայրը արթնանում է։ Նայում է պատշգամբի կողմ եւ տեսնում է, որ Էմին չկա։ Հայրը չի անհանգստանում, որովհետեւ ավելի քան վստահ էր, որ ամբողջ գիշեր չքնելուց հետո Էմին պարզապես խորոքուն է մտել։ Բայց արթնանալուց հետո մի քանի ժամ անց նա հասկանում է, որ տարօրինակորեն Էմիից ձայն չկա։ Հայրը գնում է աղջկա սենյակ եւ հասկանում է, որ աղջիկը սենյակում չէ։ Հայրը սկսում է փնտրել Էմիին ամբողջ նավի տարածքով։ 1 ժամ անօգուտ փնտրտուքներից հետո հայրը ընկնում է պանիկայի մեջ եւ հասկանում է, որ աղջիկը բառի բուն իմաստով անհետացել է։ Նա աղմուկ է բարձրացնում ու տեղեկացնում է նավի անձնակազմին, որ անհապաղ պետք է դիմել ոստիկանություն եւ սկսել հետախուզությունը, որովհետեւ իր աղջիկը գիշերվանից անհետացել է։ Անձնակազմը սկսում է փնտրել աղջկան նավի տարածքով։ Բայց տարօրինակ մի բան։ Հենց այն ժամանակ, երբ նավի անձնակազմը հասկանում է, որ երիտասարդ աղջիկը անհետացել է ու հետևաբար պետք է հարցուփորձ անել նավի վրա գտնվող բոլոր ուղևորներին, նավը կանգ է առնում Կուրասաոյում։ Եվ նավի անձնակազմը ասում է, որ չի պատրաստվում իր ուղևորներին կանգնեցնել եւ թույլ չտալ իջնել նավից։ Ուղևորները պետք է իջնեն նավից, պետք է շրջեն Կուրասաոյով եւ չշեղվեն իրենց կրուիզից։ Այս լուրը զայրացնում է Էմիի ծնողներին, բայց նրանք ոչինչ անել չեն կարող։ Ծնողները հասկանում են, որ իրենց աչքի առաջ մոտ 3000 վկա, ովքեր պոտենցիալ տեսել են կամ գիտեն, թե ուր է անհետացել իրենց աղջիկը, հենց հիմա գնում են իրենց առջևից։ Իսկ ամենավտանգավորն այն էր, որ Էմիի հայրն ու մայրը ունեին խորը կասկածներ, որ իրականում աղջիկը ոչ թե պարզապես անհետացել է, այլ շատ հավանական է, որ նրան գողացել են հենց նավի վրայից։ Ու հիմա այս վայրկյանին այն մարդը, ով հավանաբար փախցրել է իրենց աղջկան կամ պահում է որևէ տեղ, կարող է լքել նավը եւ ինչ որ ճանապարհով նավի վրայից դուրս հանել նաեւ իրենց աղջկան։
Նավի անձնակազմը ավելի քան համոզված էր, որ աղմուկ բարձրացնել պետք չէ, որովհետև իրենք գործ ունեն ոչ թե մարդու առևանգման կամ որևէ հանցագործության հետ, այլ ամենայն հավանականությամբ աղջիկը գիշերվա ժամին պարզապես փորձել է օդ շնչել եւ եղել է ոչ adekvat ու մի քիչ արբեցած վիճակում եւ ամենայն հավանականությամբ դուրս է ընկել նավից, հայտնվելով սառը ջրերում պարզապես խեղդվել է։ Էմիի ծնողները ավելի քան համոզված էին, որ դա հնարավոր տարբերակ չէ։ Նախ եւ առաջ, պատշգամբագոգը, որից Էմին կարող էր նայել դեպի ջուրը եւ հավանական վարկածով ուղակի ընկնել ցած, շատ բարձր էր, մոտավորապես հասնում էր Էմիի կրծքավանդակին։ Հետևաբար անհավանական է, որ աղջիկը կարող էր ուղղակի պատահաբար դուրս ընկնել նավից։ Եվ եւս մի հետաքրքիր ու շատ տարօրինակ նյուանս կար։ Աղջկա սենյակը կոկիկ դասավորած էր։ Տպավորություն չկար, որ աղջիկը պարզապես արփած վերադարձել է գիշերային ակումբից հետ եւ թափթփել է սենյակը քնելուց առաջ կամ երեկոյան զրույցներից հետո։ Նրա սանդալները եւ երեկոյան հագուստը, որով նա գնացել էր երեկոյան ակումբ, կոկիկ դասավորված էին։ Իսկ սեղանիկը, որը գտնվում էր նրա անկողնու կողքին, կոկիկ դրված էր պատի տակ։ Այսինքն տպավորություն էր, որ Էմիի սենյակը որևէ մեկը շատ կոկիկ դասավորել է ու նույնիսկ նրա սանդալները կոկիկ դրել է մահճակալի կողքը։ Մարդը, որը պատահաբար ընկել է ծովը, նման սենյակ իր հետևից պարզապես չի կարող թողնել։ Եվ այդ ժամանակ պատմությունը սկսում է խճճվել։ Ի հայտ են գալիս առաջին վկաները։ Երիտասարդ երկու աղջիկ պատմում են, որ իրականում լուսադեմին ժամը 6-ի կողմերը իրենք տեսել են Էմիին։ Էմին անծանոթ մի սևական տղամարդու հետ բարձրացել է երեկոյան ակումբի գտնվելու վայրը։ Մի քանի րոպե հետո տղամարդը հետ է իջել, բայց արդեն առանց Էմիի։ Եթե ապրում եք Գլենդելում, Բրբանկում, Փասադենայում եւ փնտրում եք վայր, որտեղ կարող եք լավ, իսկապես պրոֆեսիոնալ մասնագետի միջոցով խնամել ձեր մաշկը, անել տարբեր խնամքի եւ էսթետիկ պրոցեդուրաներ, հիշեք այս հասցեն ժողովուրդ։ Զարա Հարությունյանը 20 տարի իր Zavant Aesthetics մեծ սպան աշխատեցնում է West Hollywood-ում։ Իդեպ այս տարիների ընթացքում բազմաթիվ հոլիվուդյան աստղերի հետ է աշխատել նաեւ, իսկ հիմա նոր մասնաճյուղ բացել է մեզ հայերիս ավելի մոտ Բրբանկում։ Ժողովուրդ, հիմա այնքան շատ են մասնագետները, ովքեր անում են էսթետիկ պրոցեդուրաներ, բոթոքս, ֆիլեր, վստահեք եւ ընտրեք միայն այն մասնագետներին, ովքեր իսկապես ունեն երկար տարիների փորձ եւ իսկապես օգտագործում են լավ նյութեր։ Ու այս ամիս, եթե Zavant Aesthetics-ում անեք իմ սիրած պրոցեդուրաներից մեկը, PRP microneedling-ը, կստանաք այնպիսի զեղչ, որ չլսված է։ Ուրեմն, ինչա microneedling-ը, դա գործիք է, microneedling-ի օգնությամբ մենք բացում ենք անգլերեն ասած micro channels, այդ micro channel-ները մեզ թողնում են, որ այդ PRP-ն ներարկվի ոնց որ մաշկի տակ։ Երկրորդ մասը դա PRP-ն է, platelet rich plasma կամ տրոմբոցիտներով հագեցած պլազմա։ Ինչա դա։ Մարդիկ ասում են դա հեղուկ ոսկի է եւ 100% ես դրա հետ համաձայն եմ։ Մաշկը ավելի թարմանում է, սպիները քչանում կամ վերանում են, պայծառանում է, ավելի փայլագալի մաշկին, ու հետո էլ մաշկը ավելի լավ որակի է դառնում, որը օգնում է ինչ procedure դրանից հետո մարդ ուզենա անի, շատ ավելի լավ ու արագ ռիզալտներ կտեսնի։ Անպայման հիշեք Zavant Aesthetics-ի հասցեն, եկեք, փորձեք ու իդեպ ձեզ ասեմ, ամեն ամիս այստեղ շատ լավ առաջարկներ ու զեղչեր են լինում։ Ոստիկանները միանգամից կարողանում են իդենտիֆիկացնել անծանոթ սևական տղամարդուն։ Դա լինում է նավի վրա գործող երաժշտական բենդի գիտարիստը, բայց հարցաքննությունը ոչ մի արդյունք չի տալիս։ Հիմա ձեզ թվում է, որ մենք պետք է կենտրոնանանք այս անծանոթ սևական տղամարդու վրա, բայց դուք սխալվում եք։ Կենտրոնացումը հիմա մի քիչ շեղեք։ Բանն այն է, որ Էմի
անհետացումից ընդամենը ժամեր առաջ նավի վրա տեղի են ունենում մի շարք տարօրինակություններ։ Ու այդ տարօրինակությունները մենք պետք է հասկանանք, որպեսզի կարողանանք դրանք կապենք իրար եւ բացահայտենք, թե ինչ կարող էր տեղի ունեցած լինել աղջկա հետ նավի վրա։ Առաջին տարօրինակությունը։ Էմիի մայրը հիշում է, որ աղջկա անհետանալու նախորդ օրը իրենք գնացել էին նավի տախտակամածի վրա գտնվող հատվածում դիտելու կտավների ցուցահանդես։ Եվ ամբողջ ընթացքում, երբ իրենք քայլում էին, երկրորդ հարկում գտնվող պատշգամբից մի տարօրինակ ու անծանոթ տղամարդ, որը ամենայն հավանականությամբ մերձավոր արևելքից էր, ուշի ուշով հետևում էր Էմիին։ Էմին սա նկատում է եւ աղջկան այնքան է անհանգստացնում այս տարօրինակ տղամարդու հետևողական եւ զննողական հայացքը, որ նա ոչ միայն սրանով կիսվում է մոր հետ, այլ նաեւ ինչ որ մի պահի նայում է տղամարդու աչքերի մեջ եւ հարցնում է. ինչ որ բան է պատահել։ Տղամարդը պարզապես հայացքը փախցնում է ու անհետանում է։ Տարօրինակությունները շարունակվում են Էմիի անհետանալու օրը ժամեր առաջ, հանդիսավոր ընթրիքի ընթացքում։ Բանն այն է, որ ընթրիքի ժամանակ արդեն նշեցի, Էմին անընդհատ ուշադրության կենտրոնում էր, եւ նրան նկատում էին ոչ միայն սպասարկող անձնակազմը, այլ նաեւ լուսանկարիչները։ Ծնողները եւ եղբայրը հստակ հիշում են, որ ամբողջ երեկոյի ընթացքում Էմին անընդհատ լուսանկարում էր տեղի լուսանկարիչը։ Մի քանի ժամ հետո, երբ Էմին եւ եղբայրը իջնում են ներքևի հարկում գտնվող լուսանկարչական այդ սենյակը, որպեսզի կարողանան նայել իրենց ֆոտոները եւ ընտրել լավագույնները տպելու համար, շատ տարօրինակ բան են տեսնում։ Բոլոր լուսանկարները բոլոր հյուրերով առկա են լինում, բայց չի լինում ոչ մի լուսանկար, որի վրա պատկերված կլիներ Էմին։ Ուր էին կորել Էմիի լուսանկարները, երբ ընդամենը մի քանի ժամ առաջ լուսանկարիչը անդադար լուսանկարում էր աղջկան։ Տարօրինակությունները շարունակվում են նաև Էմիի անհետանալուց հետո։ Պարզվում է, որ Էմիի եւ նրա ծնողների սենյակների անմիջապես հարևանությամբ կար մի ուղևոր, մի տղամարդ, որը կրուիզների մշտական ուղևորներից էր եւ միշտ ճամփորդում էր միայնակ։ Այս տղամարդը ժամանակ առ ժամանակ դուրս էր գալիս պատշգամբ եւ նայում էր Էմիի սենյակի ուղղությամբ, բայց երբևէ ոչ մի բառ նրա հետ չէր փոխանակում։ Ու հետաքրքիր մի տարօրինակություն նկատում է Էմիի եղբայրը։ Նա ասում է, որ Էմիի անհետանալուց անմիջապես հետո շուրջ 2 օր այս տղամարդու սենյակից բարձր հեռուստացույցի ձայն էր լսվում, բայց նույնիսկ այդ ձայնը չէր խլացնում տղամարդու ձայնը, որը շատ բարձր եւ շատ ակտիվ ինչ որ մեկի հետ զրուցում էր իր սենյակում։ Հիմա հարց. եթե տղամարդը ուղևորվում էր միայնակ, ում հետ էր նա բարձր տոներով խոսում սենյակում եւ ինչու էր նա հեռուստացույցը բարձր միացրել, որպեսզի փորձի խլացնել իր ձայնը։ Ոստիկանները բնականաբար հարցաքննում են տղամարդուն, բայց նորից ոչ մի հետք եւ ոչ մի կապողողակ Էմիի անհետացման հետ։ Օրեր հետո առաջ է գալիս պաշտոնական վարկածը։ Ոստիկանները եւ նավի անձնակազմը տալիս են պաշտոնական վարկած։ Էմին կամ պատահաբար ընկել է նավից եւ խեղդվել է, ինչպես ի սկզբանե էր նավի անձնակազմը պնդում, կամ ինքնուրույն վերջ է տվել իր կյանքին։ Այս վարկածներին չի հավատում է մի ընտանիքը։ Առաջին դեպքում աղջիկը, ասացի արդեն, չէր կարող պատահաբար ընկնել ջուրը, որովհետև պատշգամբագոգը բարձր էր եւ ուղղակի այդտեղից հնարավոր չէր պատահաբար ընկնել ցած։ Երկրորդը, ընկնելու դեպքում նույնիսկ Էմին շատ վարժ եւ պրոֆեսիոնալ լողորդ էր։ Նա դժվար թե միանգամից ուղղակի խեղդվեր։ Եվ երրորդ, տարածքի մարդիկ ասում են, որ այս этаպում նավը շատ մոտ է արդեն գտնվել Կուրասաոյի ափերին եւ այս
աշխարհագրական դիրքը հաշվի առնելով, եթե նույնիսկ որևէ մեկը ընկներ նավի վրայից, ապա անհնար է, որ կղզու կողմից որևէ մեկը սա չնկատեր կամ մի քանի ժամ հետո նրա մարմինը չգտնվեր։ Այնինչ Էմիի մարմինը այդպես էլ չի գտնվել։ Երկրորդ վարկածը այն էր, որ աղջիկը ինքնուրույն էր վերջ տվել իր կյանքի, բայց այս տարբերակը եւս անհավանական էր ծնողների համար։ Ինչու՞։ Որովհետև նախ կրուիզի մեկնելուց անմիջապես առաջ Էմին բացիկ է գնում եւ նամակ է գրում իր մտերիմ ընկերուհուն, որտեղ ոչ միայն մանրամասն պատմում է իրենց ուղևորության կրուիզի մասին, այլ նաեւ կոնկրետ ժամադրություն է նշանակում եւ ասում է, որ ինքը վերադառնալու է հետ շաբաթ օրը եւ իրենք պետք է անպայման տեսնվեն։ Այսինքն Էմին հասկանում էր, որ կոնկրետ հետ է վերադառնալու եւ ժամադրել էր իր ընկերուհուն։ Բացի այդ, աղջիկը ընտանի կենդանի շուն էր գնել, այսինքն նա պատասխանատվություն էր իր վրա վերցրել, նա ընդունվել էր մագիստրատուրա, ուներ պլաններ, այսինքն ոչ մի բան չէր կարող բացատրել, որ Էմին օրերից մի օր որոշեր պարզապես ինքնակամ վերջ տալ իր կյանքին, աղջիկը երիտասարդ էր, կյանքով լի եւ պլաններ էր գծում։ Հետևաբար երկու տարբերակներն էլ խելքին մոտ չէին։ Ու հենց այն պահին, երբ ծնողների ուղեղում մեծ հարցականներ էին, պայթում է գլխավոր ռումբը։ Լոս Անջելեսի հայեր ինձ շատ հաճախ գրում եք Սոնա ջան, լավ մասնագետների խորհուրդ տուր, հիմա խորհուրդ եմ տալիս, Յանան ու Նարան այն մասնագետներն են, որոնք ձեզ իսկապես շատ անհրաժեշտ են, որոնք են ամենապահանջված ծառայությունները, որոնց հարցում դուք կարող եք օգնել մարդկանց։ Երևի ամենապահանջվածներից դա երևի նոտարական ծառայություններն է, եւ հիմնականում գիտեք հայերը միշտ գործարքների մեջ են, անընդհատ մտածում են, առնեն, վաճառեն, նվիրեն, ժառանգություն ընդունեն եւ այլն։ Պահանջվածներից մեկը դա դիպլոմներն է, դիպլոմների evaluation-ները, մարդիկ, որոնք տեղափոխվել են ԱՄՆ եւ ունեն կրթություն, բնականաբար ուզում են կամ շարունակեն այստեղ կամ փորձեն աշխատանք գտնեն։ Ակտուալ է շատ բիզնես բացելը եւ շատերն են բիզնեսով զբաղվում Միացյալ Նահանգներում, մենք ուղղորդում ենք նրանց ինչպես բացել, ինչ լայսենսներ է հարկավոր։ Հաշվի առնելով հիմա ինչ սահմանափակումներ են էմիգրացիայի առումով, ինչ ծառայություններ են, որ գործում են, պահանջված են նաեւ այսօր։ Մարդիկ դառնում են citizen իրենց կամ ծնողին կամ երեխային green card-ի համար պետք է դիմեն, ունենալով ֆինանսական հատկապես tax-երի հետ կապված հմտություններ, մենք օգնում ենք, որ օրինակ մեր հաճախորդները երբ գալիս են green card-ի համար դիմելուց, մենք անմիջապես հենց սկզբից կոնսուլտացիայի ժամանակ կարողանում ենք ճիշտ ուղղորդել, թե ինչ է պետք, ինչպես իրենց ֆինանսական հարցերը լուծեն, որ կարողանան հեշտությամբ իրենք դառնան հովանավոր իրենց հարազատի համար։ Մենք մի տեղում մասնագիտացված ենք, ինչպես ունենք նոտարական, թարգմանչական, ինչպես նաև ֆինանսական հմտություններ եւ դրա հաշվին մեր հաճախորդները ստիպված չեն լինում տարբեր տեղեր գնան տարբեր ծառայությունների համար եւ մեկ վայրում մենք բազմաթիվ հարցեր ենք նրանց համար լուծում եւ հեշտացնում ենք։ Իսկ դուք հիշեք Y&N Document Assist-ի Instagram-ի էջը, հեռախոսը համար է, որովհետև Յանան ու Նարան մասնագետներ են, ովքեր ձեզ եւ ձեր ընկերներին, ովքեր ապրում են այստեղ Լոս Անջելեսում, ամեն օր կարող են պետք գալ։ Համացանցում հայտնվում է այս վիդեոն, որտեղ երևում է, թե ինչպես 23 տարեկան Էմին իր անհետացման օրը ընդամենը մի քանի ժամ առաջ երեկոյան ակումբում, որ գտնվում է նավի վրա, պարում է, բայց շարժումները նրա adekvat չեն, իսկ որ ամենատարօրինակն է, նրան անընդհատ ամբողջ վիդեոյի ժամանակ ուղեկցում է անծանոթ սևական տղամարդը։ Հենց այն տղամարդը, որի հետ վկաները նրան տեսել էին առավոտյան, ու հենց այն տղամարդը, որը նախնական հարցաքննության ժամանակ ասել էր, որ ոչ մի ինֆորմացիա չունի Էմիի անհետացման մասին։ Բնականաբար գիտարիստը նորից հայտնվում է ամենագլխավոր վկայի դերում։ Ոստիկանները նորից նրան հարցաքննում են։ Մինչև այսօր էլ համացանցում հասանելի է նրա ամբողջական հարցազրույցը, որտեղ տղամարդը մանրամասն պատմում է, թե ինչպես է ծանոթացել Էմիի հետ,
Եվ իրականում ինչ է նա անում այս վիդեոյում եւ ինչով է բացատրվում նրա առավոտյան զրույցը Էմիի հետ։ Որն է տղամարդու վարկածը։ Տղամարդը պատմում է, որ իր ելույթի ժամանակ Էմին պարզապես մոտենում է իրեն երեկոյան ակումբում եւ պատմում է, որ ինքն էլ է կարողանում նվագել եւ շատ լավ սաքսոֆոն է նվագում։ Այս կարճ ու փոքրիկ զրույցով ավարտվում է նրանց երկխոսությունը։ Մի քանի ժամ հետո, երբ տղամարդը արդեն համարյա թե լուսադեմին նորից փորձում է բարձրանալ երեկոյան ակումբի գտնվելու վայրը, շատ պատահական նորից հանդիպում է Էմիին։ Նրանք բարևում են, մի քանի բառով են փոխանակվում եւ Էմին ասում է, որ ինքն էլ է ուզում բարձրանալ վերևի հարկ եւ մի քիչ օդ շնչել։ Տղամարդը հիշում է, որ Էմին շատ հուզված էր եւ անընդհատ ծխում էր, իսկ ինքը մեծանալով եւ դաստիարակվելով եկեղեցական միջավայրում այդքան էլ լավ չէր վերաբերվում հատկապես կանանց, ովքեր այդքան մեծ քանակի ծխախոտ են օգտագործում։ Ու երբ տղամարդը տեսնում է, որ Էմին շատ բորբոքված է, նյարդային է ու անընդհատ ծխում է, հարցնում է նրան. ինչն է պատճառը, որ երիտասարդ 23 տարեկան աղջիկը այդքան շատ ծխում է։ Ու Էմին անկեղծանում է։ Նա պատմում է տղամարդուն, որ իրականում ինքը չէր ուզում գալ այս կրուիզին եւ իրեն ստիպել է գալ կրուիզ իր հայրը։ Ինչու՞։ Որովհետև ընդամենը շաբաթներ առաջ հայրը իմացել էր աղջկա մեծագույն գաղտնիքը, այն, որ նա ոչ տրադիցիոնալ սեռական կողմնորոշում ունի։ Այս լուրը սառը ցնցուղի նման էր ընկել Էմիի հոր եւ մոր վրա, որոնք ունեին կոնսերվատիվ դաստիարակություն եւ որոնց ուղեղում չէր տեղավորվում այն, որ իրենց աղջիկը, ում հետ իրենք ունեն մեծ պլաններ, ոչ տրադիցիոնալ սեռական կողմնորոշում ունի։ Բայց լարված հարաբերությունները մեղմելու համար հայրը ստիպել է Էմիին, որպեսզի միասին գան այս կրուիզին։ Ու այս լարված իրավիճակը շատ ծանր էր ազդում աղջկա հոգեբանության վրա։ Տղամարդը հիշում է, որ այս հոգեբանական անկեղծ զրույցը այդքան էլ երկար չի տևում, որովհետև ինքը չի իմանում, թե ինչ արձագանք տա լսած ինֆորմացիային։ Տղամարդը հարցազրույցի ժամանակ խոստովանում է, որ ինքը եւս նորից եկեղեցական դաստիարակություն ուներ, շատ կոնսերվատիվ էր եւ ինքն էլ այդքան չէր հասկանում միասեռականներին ու դրա համար էլ պարզապես չիմանալով, թե ինչ արձագանք տա, ուղղակի որոշում է հեռանալ, բայց միևնույն ժամանակ տղամարդը բացատրում է, որ ինքը չի կարող լինել հավանական հանցագործի դերում միայն այն պատճառով, որ միասեռական լինելը Էմիի իրեն զարմացրել էր, որովհետև այո, ինքը իր անձնական կյանքում չի կիսում այս գաղափարները, բայց ինքը ունի երաժիշտ ընկերներ, ծանոթներ, որոնք նույնպես ոչ տրադիցիոնալ սեռական կողմնորոշում ունեն եւ ինքը աշխատում է, ապրում է այդ մարդկանց հետ մի պայմանով, որ այդ մարդիկ իրենց սեռական կյանքը եւ մանրամասները իրենից հեռու պահեն։ Բայց հետաքրքիր մի պահ կա։ Մինչեւ այսօր էլ այս տղամարդուն չի ներկայացվել մեղադրանք։ Բայց ընդամենը վերջերս Netflix-ը նկարահանում է դոկումենտալ ֆիլմ Էմի Բրեդլիի անհետացման մասին, որի ընթացքում հարցազրույց անցկացնում է ոչ միայն տղամարդու հետ, այլ նաև նրա դստեր։ Եվ հենց դոկումենտալ ֆիլմի ժամանակ դուստրը զանգահարում է իր հորը եւ հարցնում է. արդյոք նա իսկապես մեղավոր չէ Էմիի անհետացման հարցում։ Մինչև այսօր էլ տղամարդու սեփական դուստրը կասկածում է, որ իր հայրը խառնված է Էմիի անհետացման մուտք գործին։ Իսկ ինչու՞։ Որովհետև աղջիկը հիշում է, որ հայրը տարիներ շարունակ կորում էր կրուիզներում իր երաժշտական բենդով եւ օրերից մի օր, երբ նա հետ է վերադառնում, իր հետ բերում է մեծ պայուսակ, ու երբ աղջիկը պատահական բացում է այս պայուսակը, այնտեղ գտնում է տարօրինակություն, լուսանկարներ բազմաթիվ սպիտակ կանանց համարյա կիսամերկ վիճակում։
ու մինչև այսօր էլ նա պատկերացում չունի, թե ինչ գործ ունեին այդ լուսանկարները իր հոր պայուսակի մեջ։ Միշտ եք մտածել, որ սևական տղամարդներ հաստատ հանցագործը։ Նորից շեղվում ենք այս վարկածից։ Ընդամենը մի քանի շաբաթ հետո պայթում է նոր ռումբ Կուրասաոյում, մոտակա կղզում, որտեղ Էմիի անհետացումից հետո կանգ էր առել նավը, հայտնվում է մի տաքսուվարորդ, որը տալիս է վկայություն, որ ընդամենը վերջերս պատահական տեսել է մի աղջկա, որը եղել է սպիտակ շապիկով, ջինսերով, որը շփոթված վազել է դեպի իր մեքենան եւ հարցրել է, թե որտեղից կարող է զանգահարել։ Իսկ հետո տեսնելով մոտակա հեռախոսի կիոսկը, ուղղակի վազել է հեռախոսի ուղղությամբ, եւ դրանից հետո տղամարդը կորցրել է աղջկան տեսադաշտից։ Բոլոր նկարագրություններով աղջիկը, որին տաքսու վարորդը տեսել էր, Էմի Բրեդլին էր։ Ծնողները եւ ոստիկանությունը տեղափոխվում են Կուրասաո, բայց օրեր շարունակ ձգվող հետաքննությունը ոչինչի չի բերում։ Էմի ոչ մի հետք։ Էմիի ծնողները ավելի քան համոզված էին, որ նավի վրա տարօրինակ իրադարձություններ են կատարվում։ Դեռ հանդիսավոր ընթրիքի ժամանակ Էմիի ծնողները նկատել էին, որ Արուբայում կանգնելուց հետո նավի վրա անծանոթ տղամարդիկ էին հայտնվել, ու դեռ մտքում էլ մտածել էին, թե ինչ անարդար է, իրենք վճարել են կրուիզի համար, որպեսզի օգտվեն այս ընթրիքից, իսկ հիմա իրենց հետ միասին ընթրիքից օգտվում են անծանոթ մարդիկ, որոնք ուղղակի կղզուց բարձրացել են նավի վրա։ Ծնողները համոզված էին, որ իրականում նավը եւ նավի անձնակազմը խառնված է Էմիի անհետացման գործում ու ավելին, հենց նրանք են ծածկադմփոց անում եւ փորձում շեղել բոլոր հնարավոր հետքերը, որ կտանեն Էմի գտնվելու վայրը։ Ինչու ծնողները համոզված էին, որ կրուիզների ժամանակ անհետացող աղջիկների դեպքերը, իսկ դրանք մեկը չէին, երկուսը չէին, պատահականություն չեն, ու կրուիզները իրականում անմեղ թակարդ են, որի միջոցով նավի անձնակազմը համագործակցելով մաֆիոզների եւ հանցավոր աշխարհի հետ կարողանում են ֆիքսել նավի վրա գտնվող երիտասարդ գեղեցկադեմ աղջիկների եւ միստիկ պայմաններում պարզապես այդ աղջիկները անհետանում են նավի վրայից։ Էմիի գործը գլխի վայր շրջվում է, երբ ի հայտ են գալիս երկու նոր վկաներ։ Վկաներից մեկը լինում է բիզնեսմեն մի տղամարդ։ Նա ոստիկանությանը պատմում է, որ մի քանի օր առաջ լողափերից մեկում Կուրասաոյում գտնվող տեսել է մի երիտասարդ աղջկա, որը շատ տարօրինակ վարքագիծ էր ցույց տալիս ու դրանով էլ գրավել է իր ուշադրությունը։ Նախ եւ առաջ ափը եղել է այնպիսի մի վայրում, որտեղ հիմնականում գնում են տեղացիները, այսինքն զբոսաշրջիկներ կամ օտարազգիներ այնտեղ շատ քիչ են լինում։ Բիզնեսմենը պատահաբար տեսել է մի երիտասարդ աղջկա, որը ակնհայտորեն տեսքով ամերիկացի է եղել։ Այս աղջիկը եղել է երկու տղամարդու ուղեկցությամբ։ Երբ նա առանձնացել է այս տղամարդկանցից, նա փորձել է գրավել բիզնեսմենի ուշադրությունը եւ աչքերով ու հայացքով կոնտակտ հաստատելով նրա հետ, երբ նորից տղամարդիկ եկել են եւ նրան տարել են իրենց հետ, աղջիկը նստել է եւ սկսել է որոշակի ժեստերով մատնանշել այն դաջվածքները, որ ունի իր մարմնի վրա։ Տպավորություն է եղել, թե նա ցանկացել է, որպեսզի այդ տղամարդը, որ նստած է իր առջև, հատկապես ֆիքսի իր դաջվածքները։ Ու հետո միայն, երբ տղամարդը լսել է Էմիի պատմությունը եւ տեսել է նրա նկարը, նրա բնորոշիչ առանձնահատկությունները, գլխի է ընկել, որ աղջիկը, որին հանդիպել է ընդամենը մի քանի օր առաջ, եղել է հենց Էմին, որովհետև հստակ ոստիկանության նկարագրության մեջ տրվել են դաջվածքներ, որոնք տղամարդը ակնհայտ նկատել է աղջկա մարմնին։ Երկրորդ վկան լինում է կին, որը
պատմում է, որ ընդամենը մի քանի օր առաջ հյուրանոցներից մեկում նա լինում է զուգարանում ու հանկարծ լսում է ինչ-որ աղմուկ լվացարանի շուրջ։ Երբ լսում է, հասկանում է, որ դա լինում է երիտասարդ կնոջ եւ երկու տղամարդու խոսակցություն շատ բարձր տոների վրա։ Տղամարդը սպառնում է երիտասարդ աղջկան եւ ասում է, որ նա իրավունք չունի խախտել իրենց պայմանավորվածությունը եւ խանգարել գործարքին, որովհետեւ սա իր գործարքն է եւ իր համար շատ կարեւոր։ Աղջիկը հուսալքված ձայնով ասում է, որ ինքը համաձայն է ամեն ինչ կանի, միայն մի պայման ունի՝ ուզում է տեսնել երեխաներին։ Եվ տղամարդը ասում է, որ համաձայն է, իրենք ճանապարհին կմտնեն եւ կտեսնեն երեխաներին։ Ում երեխաների մասին էր խոսքը, ինչի մասին էր խոսքը, կինը չի հասկանում, բայց երբ դուրս է գալիս զուգարանից, լվացարանի մոտ նա տեսնում է ոչ միայն այդ տարօրինակ տղամարդկանց, այլ նաև աղջկան եւ ակնհայտ հասկանում է, որ աղջիկը Էմին էր, որին փնտրում էր ոստիկանությունը ամիսներ շարունակ։ Կինը խառնվում է իրար, հասկանում է, որ շատ վտանգավոր կետում է հայտնվել եւ պարզապես իրեն հիմարիկ զբոսաշրջիկի տեղ դնելով դուրս է գալիս զուգարանից ու հեռանում է։ Հետո արդեն երբ պատմում է իր վկայության մասին ոստիկանությանը, ցավոք սրտի արդեն ուշ է լինում։ Էմիին գտնելու հետքերը արդեն սառած են լինում հյուրանոցի տարածքում։ Էմիի անհետացումից հետո անցնում են տարիներ։ Գալիս է 2005 թվականը։ Ոչ մի լուր Էմիից ու ոչ մի նորություն։ Թվում է, թե արդեն ոչինչ չէր կարող փոխվել այս պատմության մեջ եւ աղջիկը պարզապես անհետացել է ծովի մեջտեղում եւ նրա հետքերը սառել են։ Այլևս ոչինչ չի կարող օգնել բացահայտել աղջկա գործը անհետացման։ Ու ինչ է կարծում, ինչ է լինում։ Հերթական ռումն է պայթում։ Հայտնվում է տղամարդ, ով պատմում է, որ մի քանի օր առաջ իր հետ շատ տարօրինակ դեպք է տեղի ունեցել Բարբադոսում։ Հյուրանոցներից մեկի բարում նա պատահական մի գեղեցկադեմ աղջկա է հանդիպում, որը սակայն ակնհայտորեն շատ լարված վիճակում է գտնվում եւ տպավորություն էր, որ նրա կողքին գտնվող տղամարդիկ նրան անընդհատ փորձում էին վերահսկողության տակ պահել։ Բայց ընդամենը մի ակնթարթ գտնելով ու տղամարդկանց վերահսկողությունից ազատվելով, կինը մոտենում է իրեն, նստում է իր կողքին եւ շատ կամաց ձայնով ասում է, որ իր անունը Էմի Բրեդլի է, որ ինքը տարիներ առաջ դուրս է եկել կրուիզի իր ընտանիքի հետ, իսկ հետո նավի վրայից անհետացել է, բայց ինքը նավը լքել է սեփական կամքով։ Աղջիկը նավը լքել է Կուրասաոյում ու գնացել է արգելված նյութեր գնելու ձեռք բերելու համար։ Ու հենց այդ ժամանակ հայտնվել է մի տարածքում, որտեղից այլևս չի կարողացել դուրս գալ, որտեղ իրեն բառի բուն իմաստով գերի են վերցրել։ Այս վկայությունը սակայն որպես այդպիսին լուրջ ընդունում են միայն Էմիի ծնողները եւ ընկերները։ Ոստիկանությունը առանձնապես մեծ նշանակություն չի տալիս, որովհետեւ ժամանակը շատ էր անցել, տղամարդու խոսքերը շատ օդի մեջ էին եւ դժվար է պատկերացնել, որ իսկապես այն կինը, որը պատմել է իր պատմությունը, եղել է հենց Էմին։ Բայց ընդամենը մի քանի ամիս հետո կատարվում է շոկային մի բան։ Էմիի ընտանիքի անդամները ստանում են նամակ անծանոթ հասցեատիրոջից։ Ծրարը բացելուց հետո տեսնում են մի բան, որին ուղղակի չէին կարողանում հավատալ։ Ծրարի մեջ լինում են լուսանկարներ։ Մի կնոջ համարակիսամերկ, ամենայն հավանականությամբ որոշակի ծառայություններ առաջարկող, եւ այս կինը զարմանալիորեն նման էր Էմիին։ Նայեք ինքներդ։ Լուսանկարները փոխանցում են ոստիկանությանը։ Ոստիկանությունը թվային հետաքննություն անցկացնելու արդյունքում գտնում է, թե որտեղից են դրանք վերցված։ Լուսանկարները վերցված էին մի կարիբյան ծագում ունեցող web կայքից, որը տրամադրում էր
այսպես ասած հանգիստ եւ զվարճանք մեծահասակների համար։ Ու այդտեղ առաջարկում էր նաև որոշակի աղջիկների ծառայություններ։ Բայց այս վեբկայքի ծագումնաբանությունը ուսումնասիրելուց ու նույնիսկ դրա ստեղծողների եւ այս կարիբյան ժամանցի կազմակերպիչներին գտնելուց հետո միևնույն է ոչ մի հետք չի բերում Էմիին։ Ավելին, ընդամենը ամիսներ հետո հայտնվում է մի կին, որը որ տալիս է ցուցմունք եւ պատմում է, որ իրականում ինքը շատ վաղուց ճանաչում է այն կնոջը, ով պատկերված է ստացված լուսանկարներում։ Նա պատմում է, թե ով է այդ կինը, որքան ժամանակ է զբաղվում այն գործով, որով զբաղվում է, եւ ապացուցում է, որ այս կինը ոչ մի ընդհանրություն չունի Էմի Բրեդլիի հետ։ Բայց միևնույնն է, մինչև այսօր էլ մեծագույն հարցականի տակ է մնում սրա եղելությունը, որովհետև հարցաքննությունը կնոջ ցույց է տալիս մի բան, բայց ֆոտոները եւ Էմիի ու այս անծանոթ կնոջ ակնհայտ նմանությունը ուղղակի հնարավոր չէ շղթել։ Եվ միայն վերջերս այս պատմության մեջ մի նոր հարցական է առաջ գալիս։ Թվում է, թե ամեն ինչ արդեն այնքան խառն է, որ հնարավոր չէ հասկանալ վերջը այս պատմության ծայրը որտեղից պետք է բռնել եւ որտեղից սկսել գծիկը քանդել։ Ու հիմա հայտնվում է թարմ մի գլուխկոտրուկ, որը Էմիի առանցայն էլ բարդ գործը էլ ավելի է բարդացնում։ Հարցազրույց Netflix-ին տալիս է Էմիի ընկերուհին։ Հիշում եք այն ընկերուհին, որին Էմին իրականում նամակ էր գրել, բացիկ էր գրել կրուիզի գնալուց առաջ եւ ժամադրել էր նրան տեսնել շաբաթ օրը, հենց որ կվերադառնա հետ։ Այս աղջիկը իրականում Էմիի մտերիմ ընկերուհին չէր։ Նա Էմիի, այսպես ասած, հարցնացուն էր։ Եվ այս աղջիկը Մոլին հարցազրույց է տալիս ու պատմում է, որ իր համար ամենագլխավոր կասկածյալների դերում հենց Էմիի ծնողներն են եւ ընտանիքը։ Ինչու՞։ Որովհետեւ Էմին ընդամենը շաբաթներ առաջ կրուիզ մեկնելուց պատմել էր իր իրական ով լինելը։ Եվ այս եղելությունը Էմիի ծնողները ոչ մի կերպ չէին կարողանում մարսել։ Ու այս լարված հարաբերությունների ֆոնին մեկ էլ հանկարծ Էմիի հայրը առաջարկում է ընտանիքով մեկնել կրուիզի։ Ու հենց դրա պատճառով Էմին ոչ մի կերպ չէր ուզում գնալ ընտանիքի հետ կրուիզի, չէր ուզում նրանց հետ ժամանակ անցկасնել, որովհետև հասկանում էր, որ ընտանիքի համար միևնույն է ինքը չհասկացված է։ Եվ ուղղակի երկար տարիներ Մոլին լռել է, որովհետև հարգել է Էմիի ցանկությունը, ով որ չէր ուզում հանրայնացնել այն, որ ինքը ոչ տրադիցիոն սեռական կողմնորոշում ունի եւ որ իր ընտանիքը սա չի կիսում իր հետ։ Բայց հիմա ժամանակն է խոսելու ու այս հարցազրույցը առանց այդ էլ խճճված Էմիի պատմության մեջ դնում է մեծ հարցական, որը մինչև այսօր էլ այդպես էլ լուծում չի ստացել։ Դժվար է պատկերացնել, որ 1988 թվականին տեղի ունեցած այս դեպքը մինչև այսօր շարունակվում է քննարկվել հերիք չի, մինչև այսօր բացահայտվում են նոր ցնցող մանրամասներ։ Ու ի վերջո օդում կախված է մնում 3 հիմնական վարկած։ Վարկած առաջին։ Աղջիկը իսկապես դարձել էր մարդկային թրաֆիքինգի զոհ, որի հետևում կանգնած է նավը, նավի անձնակազմը եւ նավերի վրա տեղի ունեցող միստիկ անհետացումները պատահականություն չեն եւ կրուիզները ուղղակի անմեղ թակարդ են, որպեսզի գեղեցիկ երիտասարդ աղջիկները հայտնվեն հանցագործ աշխարհի ձեռքերում։ Վարկած երկրորդ, աղջիկը ինքնուրույն լքել էր նավը եւ հայտնվելով Կուրասաոյում հայտնվել էր հանցագործ միջավայրում ու ուղղակի գերի էր ընկել, թե տարբերակ երրորդ, որը երևի թե ամենասարսափելին է։ Այս միստիկ անհետացման հետևում կանգնած է Էմիի ընտանիքը, որը այդպես էլ չի ընդունել փաստը
որ իր աղջիկը տարբերվում է իրենցից ու տարբերվում է այն երազանքներից, որոնք իրենք կապել են այդ աղջկա հետ։ Ես սպասում եմ ձեզ կոմենտներում, սա մեր սիրած միստիկ պատմություններից է, բայց մեծ հարցականով։ Այս գործը կատարյալ խճճված է, այս գործը մինչև այսօր շարունակում է նոր վկաներ եւ ցուցմունքներ հավաքել, այս գործը այնքան աղմկոտ է, որ նույնիսկ Netflix-ն է նկարահանել մեծ դոկումենտալ ֆիլմ դրա մասին, ու մինչև այսօր էլ այս գործը լուծում չի ստացել։ Ես սպասում եմ ձեր վարկածներին, գրեք ձեր կարծիքով, ինչ է վերջապես տեղի ունեցել Էմի Բրեդլիի հետ եւ արդյոք դուք եք մտածում, որ կրուիզները այդքան էլ անվտանգ ժամանց եւ ուղևորություն չեն։ Եղեք ակտիվ կոմենտներում, ես սպասում եմ նաեւ որպեսզի անպայման լայքեք այս վիդեոն, բաժանորդագրվեք իմ ալիքին սեղմելով subscribe կոճակը, որպեսզի մենք իրար հետ հասնենք 200,000 բաժանորդի եւ իհարկե ամսական փոքրիկ գումարով միացեք Patreon-ին իմ եւ դարձեք իմ Patreon-ը, սկանավորեք այս QR կոդը կամ վիդեոյի նկարագրության մեջ գտեք Patreon բառը, սեղմեք լինքին եւ միացեք ամսական փոքրիկ վճարով, օգնեք ինձ, որպեսզի YouTube-ի իմ ալիքում ես շատ ավելի շատ ու նոր վիդեոներ տեղադրեմ։ Մինչև նոր վիդեո։